Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ձեր ռադիոընդունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են, եթե լսում եք մեզ, կամ դուք մեզ դիտում եք գործարար ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներից որևէ մեկում, Instagram-ում, Telegram-ում, YouTube-ում կամ ինչ-որ այլ թվային հարթակում, Tech 5 շաբթին է եթերում, հիշեցնեմ, սա գործարար ալիքի եւ առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության համատեղ նախագիծն է, PMI Հայաստանից այսօր գործընկերներ են մեր տաղավարում Վիկտորիա Պողոսյանը եւ Գուրգեն Մարդոյանը։ Սկսենք հարցերից, հերթով կպարզենք, թե ով ինչ ուղղությամբ է աշխատում։ Բարև ձեզ, բարի եկեք մեր տաղավար։ Բարև ձեզ։ 5 շաբթի օրերը մենք սովորաբար տեխնոլոգիաներից եւ գիտությունից ենք խոսելու, այնպես որ առաջին հարցը Գուրգենինն է, ով գիտահետազոտական կենտրոնի ղեկավարն է, ուզում եմ հասկանամ ինչով է զբաղվում այդ գիտահետազոտական ինստիտուտը, կենտրոնը, ավելի շուտ, ինչքան ժամանակ է Հայաստանում։ PMI Science-ի գիտահետազոտական կենտրոնը 18 թվականին է հիմնադրվել Հայաստանում։ Հա զբաղվում է PMI Science-ի հաջորդ սերնդի պրոդուկտների հետազոտություններով եւ կոնցեպտների նախագծմամբ։ Ու այդ հաջորդ սերնդի պրոդուկտների մեջ մեծ դեր է զբաղեցնում նաեւ արհեստական բանականության կիրառությունը, ընդհանրապես PMI Science-ի գիտահետազոտական process-ում նոր պրոդուկտների նախագծման, մշակման, տեստավորման, այդ ընթացքում նաև մեծ դեր է զբաղեցնելու ավելի ու ավելի շատ արհեստական բանականությունը, ու Հայաստանում նաև ունենք մենք արհեստական բանականության գերազանցության կենտրոնը PMI Science-ի գիտահետազոտական գերազանցության կենտրոնը, ու նաև ոնց որ Հայաստանում է նաև կենտրոնացված նոր տեխնոլոգիաներ, որ ասում ենք ամենաառաջադեմ տեխնոլոգիաների թե նյութագիտության ոլորտում, թե ինժեներիայի, էլեկտրոնիկայի ոլորտում, թե քիմիայի ոլորտում նորագույն տեխնոլոգիաների Հայաստան բերելու, դրանք հետազոտելու եւ կազմակերպության պրոդուկտների եւ process-ների մեջ դրանց կիրառությունը գտնելու ուղղությամբ։ Այսինքն Հայաստանում իրականում անում ենք նոր կոնցեպտների, նոր կարող է մեկ-մեկ գիժ կոնցեպտների հետազոտություն, որ տեսնենք թե հաջորդ սերնդի 5 տարի պլյուս ինչ է լինելու շուկայում, ինչ պրոդուկտներ կարելի է շուկայում մշակել եւ հանել շուկա։ Սրանով ենք զբաղվում։ Գիտական կենտրոնում քանի մարդ է ներգրաված ու իրանց որ հատվածն է գիտությամբ զբաղվում, իսկ որ ինչ որ հարակից հարցերով։ Մոտ ունենք մոտավորապես 60 հոգի մարդ մեր կենտրոնում, որոնցից 50-ից ավելը ինժեներ են եւ գիտնական, ու գիտնականներ ունենք հետեւյալ ուղղություններ, այսինքն քիմիկոսներ ունենք, նյութագետներ ունենք էլեկտրոնային ինժեներներ, մեր լեզվով էլեկտրոնշիկներ, հա ծրագրավորողներ, արհեստական բանականության մասնագետներ, այսինքն այդ պրոֆիլների մարդիկ են, որոնց 50 հոգուց ավել են։ Գիտահետազոտական հատվածի գործընկերների հետ ես երբ շփվում եմ, բոլորը ասում են, որ կան գիտական ուղղություններ, որից որ Հայաստանում մասնագետներ պրակտիկորեն չեն մնացել։ Օրինակ լուրջ խնդիրեր քիմիայի ուղղությամբ։ Ձեր մոտ ոնց է, այսինքն ոնց է գտնում այդ մարդկանց, ովքեր դրանով զբաղվում են, որովհետև ես գիտեմ, որ ընկերություններ կան, որոնք կարծես թե հիասթափվել են բուհական համակարգից եւ փորձում են իրանք ավելի շատ մասնագետներ գտնել, վերցնելով ինչ-որ ցածր կուրսերից։ Նկատի ունեմ ձեր այդ HR-ի հարցերը ոնց եք լուծում գիտական։ Մեր մոտեցումը մի քիչ ինստիտուցիոնալ է, մենք համագործակցում ենք համալսարանների ու ինստիտուտների հետ ու ներդրում ենք նաև կրթական ու գիտական ծրագրերի մեջ։ Մենք ունենք համալսարանում 2 մագիստրոսական ծրագիր ԵՊՀ-ում, նյութագիտության վերաբերյալ նյութագիտության մագիստրոսական ծրագիր ունենք եւ ունենք տվյալագիտության մագիստրոսական ծրագիր, որոնք որ իրականում նախագծված են այնպես, որ մենք կարողանանք մեր բացը լրացնենք։ Նաև այս տարվանից, անցած տարվանից համագործակցում ենք Ազգային ակադեմիայի հետ, որտեղ որ ունենք ավիատիեզերական սարքաշինության մագիստրոսական ծրագրի կոֆինանսավորում, որտեղից որ մենք հույս ունենք, որ համակարգային ինժեներներ ավելի շատ դուրս կգան, ովքեր որ բավականին լայն բան կունենան, սպեկտր կունենան ընդհանուր համակարգեր նախագծելու այդ դրա համար,
ու փորձում ենք իրականում էկոհամակարգի հետ մեր էկոհամակարգ զարգացնենք, որ կրթությունից սկսած մինչև առաջի պրոյեկտները, ուսանողական, հետո արդեն հետազոտական աշխատանքներ, PhD նախագծեր, այս ցիկլը փակենք եւ նաեւ համագործակցում ենք առանձին գիտական խմբերի հետ, ունենք faculty grant կոչված ծրագիր, որտեղ որ 300 գիտական պրոյեկտից ավել պրոյեկտ ենք ֆինանսավորել այս 8 տարվա ընթացքում, որի նպատակը, այսինքն այս թիմերը միշտ չի որ լավ ձևավորված են կամ միշտ չի որ, այսինքն կարող է նոր են սկսում, կարող է մուլտիդիսցիպլինար թիմ է, որ ինչ որ կոնցեպտ ունեն, որ ուզում են ինչ-որ նոր բան անեն, հա, որը որ մենք էլ ենք տեսնում, որ արժի այս թիմին աջակցել, որտեվ կարող է վաղը չեմ մյուս օրը իրանց ուզենանք պրոյեկտ տանք ու իրանցից ուզենանք ավելի շատ արժեք բերենք կազմակերպության համար, հա, այսինքն մենք այս փորձում ենք մի քիչ ինստիտուցիոնալ մոտենանք այս կադրերի պակասի հարցին ու փորձում ենք նաև նպաստել զարգացմանը։ Գիտությանը կվերադառնանք, Վիկտորյան կորպորատիվ կապերով է զբաղվում PMI Արմենիայում, դուք որպես Հայաստանում ապրող մարդ, ով աշխատում է վերազգային կազմակերպությունում, ըստ ձեզ նմանատիպ կազմակերպությունների ներկայությունը մեր երկրում ինչ է տալիս բացի ուղիղ հարկերից, турքերից եւ ինչ որ այլ բաներից, այսինքն ինչ է Հայաստանը ընդհանուր առմամբ ստանում։ Նախ ուզում եմ շնորհակալություն ասել, որ մեզ հրավիրել եք այսօր։ Ես եմ շնորհակալ, որ շնորհակալություն առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկության միությանը նման հետաքրքիր պրոյեկտ իրականացնելու համար։ Երևի մի քիչ խոսեմ վերազգային ընկերությունները, օրինակ Գուրգենը շատ լավ ներկայացրեց ինչ է տալիս գիտության էկոսիստեմայի զարգացման տեսանկյունից, ոնց է գիտությունը, ոնց է հետազոտությունը, միտքը կոմերցիալիզացվում հետագայում, ապագա սերունդների, ապագա պրոդուկտների վրա, այսինքն այդ կապը, որ կրթությունը, գիտությունը, հետազոտությունը եւ իրա ոնց որ վերջնական չգիտեմ, նախագծումը, պրոտոտիպ ասածը, որ միշտ շատ ենք սիրում օգտագործել, այդ ոնց ասեմ, այդ շարքը ոնց է դասավորվում, որտեվ այդ ամեն ինչը կարելի է անել, բայց վերջում պետք է պահանջարկը լինի դրա։ Իսկ այդ փորձը, այդ գիտությունից տրանսֆորմացիա դեպի գիտության մոնետիզացիա, այսպես ասենք, հա, մոնետիզացիան։ Ինքը այդ փորձը շատ ունեն վերազգային, միջազգային ընկերությունները։ Բացի նրանից, որ այո, ընկերությունը հանդիսանում է վերջին երևի 30 տարվա ընթացքում միշտ խոշոր 15 հարկատուների մեջ է եղել, հարկեր, ոնց որ դուք նշեցիք, ուղիղ բանը, օգուտները պետությանը։ Բացի նրանից, որ այս բայի դրությամբ ընդհանուր ընկերությունը ունի 190 աշխատակից, բացի գիտահետազոտական կենտրոնից եւ 1100 ոչ ուղղակի աշխատատեղ է նաեւ ստեղծում, բացի դրանից ամենակարևոր բանը, ես կարող եմ ասել վերազգային ընկերությունների տեսանկյունից, դա այն է, որ իրանք բերում են այն ստանդարտները, բարձր ստանդարտները, որոնք որ boost են անում, երևի տենց փորձեմ դրա հայերեն առաջ խաղացում են ապահովում, այսպես ասեմ։ Իրանք ոնց որ սենց մոտիվացնում են, որ ընդհանուր երկրում գործող ընկերությունները իրանք էլ ոնց որ ասած շեմը բարձրացնեն դրա։ Դա շատ կարևոր է։ Ստանդարտներ, գիտելիք, փորձ, աշխատանքի լավ ոչ, աշխատանքի լավ ոնց որ կուլտուրա, միջավայր, այո, մշակույթ, մենք քանի տարի արդեն 5 տարուց ավել անդադ անցնում ենք ամեն տարի Հայաստանում գտնվող ընկերությունը PMI Science-ը անցնում ենք աուդիտ, որի շնորհիվ ստանում ենք նաև top employer վարկանիշը, հենց Հայաստանի, ոչ թե ընդհանուր Philip Morris, այլ հենց Հայաստանում գտնվող affiliate-ը, որը շատ մեզ համար ոնց որ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք միջազգային ստանդարտները պահում ենք Հայաստանում եւ կիսում ենք դա եւ այսպես ասած դա կարեւոր է։ Բայց եթե sense կարճ փորձեմ ձևակերպել, դա այն է, որ վերազգային ընկերությունները բերում են նոր մշակույթ, բերում են գիտելիք, փորձ եւ բարձր ստանդարտներ, որը հնարավորություն է տալիս
Մենք ունեցել ենք շատ փորձեր, ընկերներ, գոլեգաներ, ովքեր որ աշխատել են մեզ մոտ 5 տարի, 6 տարի ընկերությունը 30 տարուց ավել է Հայաստանում է գտնվում, 2018 թվականից էլ PMI Science-ը Պոլիտեխնիկական համալսարանում է գտնվում, ընդլայնման մասին երևի Գուրգենը հաջորդ խոսի։ Մարդիկ, ովքեր որ աշխատում են ընկերությունում, իրենք այդ ստանդարտներով էլ գնում են ուրիշ ընկերություններ։ Այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը փորձում են այդ ստանդարտները տանել նաև այդ ընկերությունները։ Ու դա շատ կարևոր է։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանում ինչքան շատ լինեն վերազգային ընկերություններ, այնքան մեր երկրի զարգացումը ավելի կարագան է։ Դրա մասին է ուզում խոսենք։ Տեսեք, մի շարք ընկերություններ Հայաստանից դուրս են եկել վերազգային։ Իսկ մենք տեսնում ենք, այս ընթացքում, չգիտեմ, վերջին 15 տարվա կտրվածքով։ Ըստ ձեզ ինչ պիտի հայկական կողմը անի, որ այդ ընկերությունները ավելի ու ավելի շատ գան, որ իրանց Հայաստանում ավելի հարմար լինի աշխատել։ Երևի այսպես կպատասխանեմ, ամենակարևորը, որ նախ պետքա կադրեր լինեն, յուրաքանչյուր վերազգային ընկերություն, որ գալիս է, առաջինը նայում է, ես SSS նպատակներն ունեմ, արդյոք կան այդ կադրերը, այդ բովանդակությամբ, որոնք որ կարան իմ խնդիրները լուծեն։ Երկրորդը նայում են իրավական դաշտը, ռիսկերը, չգիտեմ, երկրի ոնց որ ռանկինգները, դա շատ կարևոր է։ Դրանք են նայում են նաև ինչ ստանդարտներ կան մշակած, ինչ օրինակ ես կարող եմ հստակ ասել, որ Հայաստանում գիտական պոտենցիալը արդեն են 5 տարիներից ինքը կա։ Ու դա պետք է մնացել է, հələ սենց հարցը ես կարծում եմ, որ մնացել է, Գուրգենի հետ էլ կխոսենք, Գուրգենը կարող է այդ հարցին պատասխանել երևի ավելի մանրամասն, բայց ես կարող եմ ասել, որ այո, մենք այդ heritage ասածը ունենք։ Եվ ես իսկապես համարում եմ եւ հավատում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի զարգացնել եւ միտքը, որտեղ մենք ունենք դա։ Մենք այդ պոտենցիալը ունենք։ Եվ իհարկե անհրաժեշտություն ռազմավարություններ դնենք, որպեսզի այդ ամեն ինչը զարգանա։ Եվ ամենակարևոր բանը, որ ազգային ընկերությունների համար, դա պետության հետ բալանսավորված դիալոգն է, որը ես միշտ շեշտում եմ տարբեր հանդիպումների ժամանակ, որովհետև վերազգային ընկերություններ ունեն աշխատանքային մշակույթ եւ շատ անգամ ոնց որ այդ մշակույթները պետք է սիներգիայի մեջ լինեն պետական մարմինների, պետական մարմինների, ասոցիացիաների կարևոր չի, որտեվ չենց մենակ պետական չի, ասոցիացիաներն շատ մեծ դեր ունեն այդ հարցում էլ է։ Ընկերությունը աշխատում է շատ ակտիվ ասոցիացիաների հետ եւ կուզեմ նշեմ, որ մենք էլի շատ ակտիվ մասնակից ենք եւ անդամ ենք առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում տարբեր ուղղություններով եւ շատ կարեւոր է ասոցիացիաների պահնել, որտեղ ասոցիացիաներն են հանդիսանում այն հարթակները, որտեղ որ քննարկվում են ընդհանուր հարցեր, քննարկվում են նոր զարգացման ուղղություններ, քննարկվում են տարբեր առաջարկներ, որոնք որ հետագայում կարող են դառնալ նախաձեռնություն, կարող են դառնալ ինչ որ հետաքրքիր, ինչ որ նոր արժեքի ստեղծում, դա շատ կարևոր է եւ լինել դրա մասնակիցը մենք երևի նախանցյալ տարի միացանք միությանը եւ որպես վերազգային ընկերություն մենք էլ ենք կիսում մեր փորձը, մեր պրակտիկան, մեր եւ տալիս եք եւ ստանում եք, եւ տալիս ենք եւ ստանում ենք, իսկ դա ամենակարևորն է, այդ դիալոգ ասածը հենց դա է։ Գուրգեն, ես գիտեմ, որ Հայաստանից բացի PMI-ը այլ երկրներում էլ ունի տրամաբանորեն ինչ-որ լաբորատորիաներ, որոնք նմանատիպ աշխատանքով են զբաղվում, գիտական կենտրոններ։ Միշտ այսպիսի սիտուացիաներում ինձ հետաքրքիր է, թե մենք ում ենք զիջում, ումից ենք առավել կամ ոնց եք տեսնում մեր գիտական մակարդակը մնացած գործընկերների, տեխնոլոգիական կենտրոնների հետ, այսինքն արդյոք մեր գիտական ոլորտը համահունչ է համաշխարհայինին։ Իրական ուղղություններից է կախված այս հարցը, բոլոր ուղղություններում ցավոք դեռ չէ, որտեղ ունենք այլ գիտական կենտրոններ, գլխամասը գտնվում է Շվեյցարիայում, հա։ Ունենք գիտական կենտրոններ Չինաստանում, որը որ զբաղվում է հիմնականում էլեկտրոնիկայի նախագծմամբ եւ արտադրության հանձնումամբ, հա։ Ունենք նաեւ գիտական կենտրոն Իտալիայում, որը որ էլի արտադրության հետ կապ ունեցող կենտրոն է։
եւ ունենք արդեն որոշակի գիտական կենտրոններ մասնագիտացված Շվեդիայում, Դանիայում, հա, մի քանի երկրներում ունենք գիտական կենտրոններ, բայց ամենամեծերից մեկը Հայաստանն է, Շվեյցարիայից հետո երևի ամենամեծը։ Մեծ նկատի ունեք մարդկանց քանակով արվող աշխատանքների քան, թե դրամաբանորեն հավասար եւ մարդկանց քանակով եւ արվող աշխատանք։ Եվ մարդկանց քանակով եւ արվող աշխատանքով եւ նաեւ ընդհանուր, այսինքն ինչքան քանի ոլորտում ենք մենք ներդնում, այսինքն քանի ոլորտում ենք մենք բերում արժեք կազմակերպության համար, որովհետեւ մենք բավականին մուլտիդիսցիպլինար թիմ ունենք Հայաստանում, որ իրականում համատեղելի է միգուցե մեկ է Շվեյցարիայի մեր գլխամասի հետ, որտեղ շատ ավելի շատ մարդ է աշխատում։ Հիմա գիտական պոտենցիալի առումով իրականում մենք բան ունենք, դպրոց ունենք, մենք տրադիցիաներ ունենք, որոշ ոլորտներում բավականին ուժեղ, օրինակ մաթեմատիկայի ոլորտում, հա, մաթեմատիկայի եւ ինժեներության հետ կապված ոլորտներում բավականին ուժեղ, հա։ Քիմիայում էլ նյութագիտության մեջ էլ փորձում ենք պլանկան պահել, հա, եւ համագործակցում ենք այստեղ բաների հետ։ Ես կարող եմ ասել, որ PMI-ը հենց science-ը մեծ ներդրում ունի այդ քիմիայի ֆակուլտետի այդ Իրականում որ քիմիայի մասին խոսեցիք, ինչի մտք ոնց է, որտեղ 7 տարի առաջ խոսակցություն կար, որ այդ քիմիայի ֆակուլտետը փակվում է, որտեղ այդտեղ ոչ մեկ չի ընդունվում ու ինքը տենց շատ կատաստրոֆիկ վիճակում է։ Լավ է, որ հիմա ինչ որ մենք դրական բան ունենք, էլի առաջընթաց։ Ուզում ենք շատացնենք, այսինքն մեր նպատակը իրականում հիմա նայեք իդեալական վիճակ կարծում եմ ոչ միտեղ չկա, որովհետև այդ մենք ինչ որ պատկերացում ունենք այստեղ Հայաստանում նստած, որ գիտեք, Շվեյցարիա անտե ինչ որ տենց անտե ուրիշ աշխարհ է, անտե ուրիշ մարդիկ են, անտե ուրիշ գիտելիք է, անտե ուրիշ համալսարաններ են, գնում ես, այսինքն նորմալ է, այսինքն որտեղ գնում ես, մերպես մարդիկ են, մերպես երիտասարդներ ունեն, ծույլիկներ էլ ունեն, լավ սովորողներ էլ ունեն, լավ աշխատանք գլխառատ անողներ էլ ունեն, այսինքն ինքը համեմատելի է։ Նույն տոկոսային գլխառադանողներ էլի։ Նույն տոկոսային հարաբերությամբ, ըստեղ հարցը ոնց որ կամքի հետ կապված է, այսինքն ինքը մենք ուզում ենք ավելի շատ արժեք ստեղծենք Հայաստանից կազմակերպության համար եւ փառք Աստծո ունենք այն ազատությունը նաեւ Հայաստանում հասկանալ ինչն է մեզ պակասում ու ներդնել այդ դրա լավացման մեջ։ Վիկտորիան նշեց վերազգային կազմակերպությունները ինչ որ երկրում կենտրոն բացելուց ինչին են նայում, կադրերին են նայում։ Հիմա բոլոր կազմակերպությունները չեն, որ շատ պրագմատիկ աչքով չեն նայում, հա կադրը կա կգնամ կբացեմ, կադրը չկա չեն, այսինքն բոլոր կազմակերպությունները չեն, որ տենց չեն նայում։ Լավա, այսինքն այն կազմակերպությունները, որ Հայաստանում ներկայացված են, գիտեն կանոնները, հա, Synopsis, National Instruments, հա, այսինքն այդ կազմակերպությունները PMI-ն էլ այդ շարքում հասկացել ենք, որ չէ, այսինքն պոտենցիալը կա, շատ փոքր ներդրումով, մի քիչ ջանք, մի քիչ եռան դնելով կարող ես էքսպոնենցիալ ավելի շատ արժեք ստեղծել Հայաստանից, քան թե կստեղծեր, եթե այդ ամեն ինչը չանեիր, գնայիր ինչ որ ուրիշտեղ բան մանգայիր։ Այսինքն լավ է, այս որոշ կազմակերպություններ այս բանը բռնում են։ Հիմա ի՞նչն է պակասում մեզ։ Վիկտորյան կադրերի հարցում արդյոք պետքա անընդհատ վերազգային կազմակերպությունները ներդնեն կրթության մեջ։ Ինձ թվում է պետության դերը շատ կարևոր է, թե հանրակրթության մեջ, որովհետև կնկատենք sense tendency վերազգային կազմակերպությունները գալիս են, ուզում են մագիստրոսներին հայրանեն, չեն գտնում, մագիստրոսական ծրագիր են ստեղծում, հետո բակալավրերի, հետո բակալավրեր չկա, հետո ասում են լավ դե բարձրագույն դպրոցի մի հատ հասկանանք ընդ ինչ ծրագրեր կանանք մասնագիտացված դպրոցներ, հետո բան մինչև մանկապարտեզ իջնում են, այսինքն ինքը վերջի ոնց որ հակառակն էլ պետքա լինի, ու տեղ ինչ որ այսինքն այս մոտեցումը վերազգային կազմակերպությունների ինքը կարծում եմ արդեն հանգեցրել է նրան, որ պետությունը արդեն այս մյուս ծերից բրթում է։ Այսինքն process-ը դուք տեսնում եք, ոչ թե վերազգային ընկերությունն է բակալավրիատից իջնում դեպի մանկապարտեզ, այլ պետությունն էլ է մանկապարտեզից բարձրանում։ Մենք տեսնում ենք շատ ներդրումներ, քիմիայի ֆակուլտետը նշեցիք, այսինքն կենսաբանության ֆակուլտետը, այսինքն մենք տեսնում ենք ինչքան սարքավորում, ինչքան նոր ունակություններ է պետությունը ներդնում
համալսարանների շատ տեսանելի է, այսինքն միջև այդ մենք ասում ենք, այս սարքավորումը մենակ Հայաստանում PMI Science-ի լաբորատորիայում կա, հիմա նայում ենք, պետության ֆինանսավորմամբ ԵՊՀ-ում ռադիոֆիզիկայի ֆակուլտետում այս սարքից հայտնվել է, այսինքն շարժ կա։ Մենք տեսնում ենք, որ բան կա, ոնց որ պետության ուժն ենք արդեն տեսնում։ Այդ դիալոգը ստեղծվում է ու այդ տենց գնում է ինչ-որ ռեզուլտատի միասնական։ Ինձ թվում է լավ ճանապարհով ենք գնում, այսինքն ինձ թվում է լավ ճանապարհով ենք գնում ու այդ դրա պատճառով է, որ նաև հիմա նոր տեսնում ենք, նոր անուններ ենք տեսնում Հայաստանում, որ ինչ որ գալիս են, ինչ որ վիցեպրեզիդենտներ կան տարբեր կազմակերպություններ, վերջերս տեսանք Analog Devices-ից, վերջերս տեսանք բանից, AMD-ից, վայս պրեզիդենտը եկավ, ոնց անենք, ինչ կարանք Հայաստանում անենք, մենք էլ մեր ջանքն ենք փորձում մտեներ դնենք, ասենք ժողովուրդ ջան, մենք Հայաստանում փորձել ենք, մեր մոտ ստացվել է, դուք եք կարող անեք, մենք այս ոլորտներում սենց ծրագրեր ենք արել, մեր մոտ ստացվել է, դուք էլ մենք ձեզ պատրաստ ենք նաև մեր ճանապարհը ցույց տանք։ Մենք պատրաստ ենք նաև մեր փորձը ձեր հետ կիսվենք, որ ձեր մոտ է ստացվի։ Սա եւս մի հատ կարևոր բան նշեց Գուրգենը, որ վերազգային ընկերությունները գտնվելով Հայաստանում բերում են այլ վերազգային ընկերություններ։ Դե իրանք մեկը մյուսին նայում են, մենք ունեցել ենք շատ այցելուներ տարբեր վերազգային ընկերությունների, տարբեր ինդուստրիաներից, որոնք որ գալիս են, նայում են, ասում են, բայց ոնց է կարել եւ այլն, եւ մենք սիրով պատրաստ ենք մեր փորձը կիսել եւ ցույց տալ, որ այո, Հայաստանում դա հնարավոր է անել, ինչպես նշեց Գուրգենը։ Մանավանդ դուք արդեն երկար տարիներ է, 30 տարին քիչ չի, այսինքն 30 տարի ընկերությունն է 2018 թվականից 2018-ն էլ արդեն քիչ չի, էլի։ Մենք ասենց քայլ առ քայլ գնում ենք։ Մի կարևոր բան էլ կուզենամ նշեմ, որ իրականում մենք խոսացինք, թե քանի հոգի աշխատում էր գիտահետազոտական կենտրոնում, բայց այդ չի արտացոլում, քանի հոգի է Հայաստանից աշխատում PMI Science-ի պրոյեկտների վրա, որովհետև մենք ամեն ինչ չի, որ կարող ենք մեր ներքին ուժերով անել։ Շատ հետաքրքիր նշբություն կա որոշ պրոյեկտների համար դու կարող ես ասես, այս տեսակի պրոյեկտ ես շատ եմ անում, հետեւաբար ինձ ձեռք է տալիս այս տեսակի մարդկանց, ովքեր որ այդ պրոյեկտների վրա կաշխատեն, ներքին ունենամ, զարգացնեմ, թիմ պահեմ։ Որոշ տեսակի պրոյեկտների մեջ որոշ գործառույթներ կան, որ դու անում ես մի անգամ, երկու անգամ, բայց անընդհատ այդտենց մարդկանց կարիք չես ունենում։ Ոստե PMI Science-ի դեպքում դա մեծամասնությունն է։ Մենք միշտ նոր բան ենք անում, որից նախկինում չենք արել։ Մենք կարող է ինչ-որ նոր մասնագիտական ինչ-որ մի հատ կարողության կարիք ունենանք, որը որ նախկինում չենք օգտագործել։ Եվ ըստ է, որ գալիս է մեր ու հայաստանյան կազմակերպությունների հետ այս սիներգիան։ Այսինքն մենք շատ հարմոնիկ ձևով կապված ենք, որովհետև մենք ունենք կարիքներ ինչ-որ պրոյեկտներ անելու, որտեղ որ ըստեղ է ինժեներական, IT կազմակերպությունները եւ գիտական հաստատությունները կարող են մասնակցել։ Ու դրանով է նաեւ պայմանավորված, որ մենք փորձում ենք մեր բարձր տեխնոլոգիական համայնքների հետ շատ սերտ կապ պահել։ Վիկտորիան նշեց ԱՏԶՄ-ն, մենք նաեւ շատ սերտ կապված ենք ինժեներական համայնքի հետ, ինժեներական քաղաքում, հա։ Ու հիմա արդեն օֆիցիալ է, մենք հիմնել ենք եւ հիմա զարգացնում ենք, ընդլայնվում ենք դեպի ինժեներական քաղաք, մեր լաբորատորիաները ուղղելու հատուկ արագ էքսպերիմենտալ նախագծեր անելու հետ կա վրա, հա։ Հայերը շատ են սիրում prototyping բառը օգտագործել, եկեք այդ բառը ասմաստակ նշենք։ Հա, prototyping, հա, ու այսինքն արագ պրոտոտիպներ սարքելու։ Ու այստեղ Այդ ինչ է նշանակում մեր համար։ Լոգիստիկան Վիկտորիան նշեց, ինչին է վերազգային կազմակերպությունը նայում։ Հիմա լոգիստիկ առումով ինչ որ մի վիճակ ունենք, բայց մեր տեսակետից, եւ թե մենք ուզում ենք արագ էքսպերիմենտալ նախագծեր անենք, մեզ շատ կարեւոր է, որ կոմպոնենտները Հայաստանում կան, ինչ որ էլեկտրոնիկա, ինչ որ մեխանիկական, արտադրական որոշակի հնարավորություններ Հայաստանում կան, ինչ որ ինժեներներ կան, ովքեր որ այդ ամեն ինչը կարող են անեն, տեստավորման չափիչ սարքավորումներ կան, որ կարողանան հասկանանք լավ բան ենք սարքել թե չէ, ու այս ցիկլը անենք, այսինքն նախագծում, մշակում, տեստավորում, նախագծում, մշակում, տեստավորում, այս արագ ցիկլերը ունենանք Հայաստանում ու փառք Աստծո ինժեներական քաղաքը այդ տարածքն է։ Այսինքն ինքը win-win է, էլի, եւ ընկերության համար լավ process
արագ է տեղի ունենում եւ Հայաստանի համար է լավ, որ process-ը մեզ մոտ է տեղի ունենում։ Մեզ մոտ է տեղի ունենում ու էլ ոնց որ չես սպասում, Չինաստանից էս մի բան եկավ, չեկավ, ուշացավ, ըստե ուրիշ բան եմ սպասում, չէ, ինժեներական քաղաքում արդեն կան այդ կարողությունները, PMI Science-ն իր լաբորատորիաներն է տանում եւ եւս ներդրում է կատարում որոշակի սարքավորումների մեջ, որոնք որ թե ինժեներական համայնքը կկարողանա օգտագործի, թե մենք կկարողանանք մեր պրոյեկտների համար օգտագործենք, այսինքն մենք մի միջավայր ենք փորձում ստեղծենք, որտեղ որ համ մենք ենք օգտվում եղածից, համ մարդիկ ուրիշ կազմակերպություններ կարողանան օգտվել մեր ռեսուրսներից, որ կարողանանք իրար հետ արագ այս բան ոլորտում բանանենք։ Ու այդ նորից վերադառնալով այդ վերազգային այդ ընկերության կոմպոնենտը Հայաստանում ինչ է տալիս ինքը այս աշխատանքով, որ տեղական ընկերությունների հետ, ստարտափերի հետ, չգիտեմ, այլ ընկերությունների հետ աշխատելով այդ պատվերները ինքը փակ ցիկլ ընկերությունը չի փահում իրան փակ վիճակում, փակ ցիկլի մեջ։ Ինքը ասում է ես բաց եմ, եկեք իրար հետ աշխատենք, համ փորձն է կիսում, համ ֆինանսավորում է եւ այդ ստարտափները կարողանում են այլ ինչ-որ ավել բան անեն, համ պատվեր է իջացնում հայկական ընկերություններին, այսինքն դա շատ մեծ պատվերների մասով հասկանալ է, որտեղ օրինակ հաշվարկ կար թե Boeing-ի շուրջը, էլի մի տեխնոլոգիական գիգանտի շուրջը, քանի ընկերություն կա, որը որ բարգավաճում է Boeing-ից ստացված պատվերներից։ Ինքն ցանկացած մեծ ընկերություն, որը միտեղ աշխատում է, կա իր կողքը ինչ որ ընկերությունների եւ, չգիտեմ, գիտահետազոտական խմբերի բանա ձևավորվում, որոնք որ աշխատում են նաեւ այդ ընկերությունն, ամուր որ շատ լավ է որ մենք Հայաստանում կարեցել ենք դրան հասնել։ Ես համարում եմ, որ վերազգային ընկերությունները եւ ընդհանրապես ընկերությունները, որոնք որ զբաղվում են գիտությամբ, գիտահետազոտությամբ, գիտական եւ հետազոտական աշխատանքներով, այդ կապն են ստեղծում, էլի, ասենց կրթություն, ակադեմիա, արդյունաբերություն։ Այդ դա հաջողության բանաձևն է, որ այդ ամեն ինչը երբ որ անում ես, վերջում դառնում է արդյունաբերության ոլորտի ինչ-որ մի մաս։ Այդ դա է հաջողության, իմ համար հաջողության բանաձևը։ Ու մենք հասկանում ենք նաև, որ հիմա կառավարության կողմից պրիորիտետ կա հայկական պրոդուկտների հետ կապված զարգ տալ, հայկական բարձր տեխնոլոգիական պրոդուկտներ, որովհետև ոնց հասկանում եմ, ոլորտը միջև այժմ բավականին հաջող էր այլ կազմակերպությունների համար որպես սերվիս պրոդուկտներ նախագծել։ Վերջի 5 տարվա մշտական վեճն է, մենք աութսորսինգի երկիր ենք, թե մենք սեփական պրոդուկտի երկիր ենք։ Բայց ոնց որ մի քիչ կողմ։ Ոնց որ հիմա ուզում ենք պրոդուկտի երկիր դառնանք, բայց պրոդուկտ սարքելը ինքը բացի տեխնիկական ինչ որ բան սարքես, որ մի օրինակից լավ աշխատում է, դրա կրկնելիությունն է, դրա, այսինքն որակի ապահովում, այսինքն հազարերորդն էլ նույն ձևի լինում ոնց պրոցեսներ կա, որտեղ որ իրականում այս կազմակերպություններն են, որոնք որ կարող են այդ գիտելիքը, այդ փորձը կամ այդ մարդիկ, ովքեր որ ինչ որ այդ որակի ապահովմամբ աշխատում են Հայաստանում, իրանք վերջի դուրս գան, ասեն լավ եկեք մի բան Հայաստանում անենք։ Սփին-օֆներ ընդհանրապես շատ են։ Տեսած կլնեք, չգիտեմ, նույն National Instruments-ից քանի կազմակերպություն spin-off կարող է ճիշտ տերմինը չեմ օգտագործեմ, բայց մարդիկ ինչ որ դուրս են եկել, իրանց կազմակերպությունն են ստեղծել, ինչ որ գործ են անում, հայկական ընկերություն են ստեղծել։ Նույնը այսինքն դառել հայկական ընկերություն։ Այսինքն ինքը, չգիտեմ, ինձ թվում է եթե Հայաստանը պրոդուկտների վրա իրասեփական հայկական պրոդուկտները սարքելու արտադրելու հարցը դնում օֆիցիալ մակարդակում, կարծում եմ այս կազմակերպությունները եւ մենք պատրաստ ենք այդ ճանապարհին աջակցենք, բերենք էքսպերտիզա, բերենք մարդկանց, բերենք, այսինքն միգուցե, չգիտեմ, տրեյնինգների տեսքով, միգուցե փորձի փոխանակման տեսքով, այսինքն այս ամեն ինչին աջակցենք։ Ու այս առումով մենք շատ բաց խոսում ենք կառավարության հետ, եւ պատրաստ ենք։ Հա Այդ շատ կարևոր է ու եթե sense երևի ամփոփենք այս մասը ինչ է ստացվում, այսինքն կրթությունը, ակադեմիան, գիտությունը ոնց որ Գուրգենը նշեց, ոնց որ այդ այսինքն ավելի sense պետական մակարդակի վրա ինքը արդեն շարժվում է դեպի ոնց որ գա հանդիպեն իրար, մյուս կողմից տեխնոլոգիաների ուղղությունը հայկական ընկերությունների, վերազգային ընկերությունների, միությունների շնորհիվ այդ ամեն ինչը էլի բրդում է եւ դա դառնում է ռազմավարություն, որը շատ կարեւոր է եւ մենք տեսնում ենք այդ դրական դինամիկան, թե նախարարության կողմից, թե միության կողմից, միությունների կողմից, որ բոլորս ոնց որ sense ջանքերը կոնսոլիդացրել ենք եւ փորձում ենք իսկապես Հայաստանում
Հայաստանը հասնի այն նպատակին, որ դառնա բարձր տեխնոլոգիաների կենտրոններից մեկը։ Ցավոք սրտի մեզ հատկացված եթերաժամանակ ավարտին է մոտեցել։ Մենք մի փոքր էլ գերազանցել ենք, բայց հույս ունեմ, որ ձեզ հետաքրքիր էր, սիրելի ռադիո լսողներ, եւ մենք նորից կունենանք առիթներ PMI Science-ից գործընկերներին հյուրընկալելու։ Այսօր այսքանը, շարունակեք լսել գործարար ալիքը, նամանավանդ որ այսօր Tech 5 շաբթին է։ Կհանդիպենք։